Նասակարկության տեղ չէր թողնում եւ նաեւ անհաշտ էր որևէ դրսևորման հետ միարարության, որ կարող էր լինել օրինակ Կոստանդնուպոլսի հայկական էլիտայում։ Եղել է դեպք, որ նա խստորեն դատապարտել է 4 եկեղեցիների փոխանցումը կաթոլիկների վերահսկողության տակ, հայկական եկեղեցիներից 4-ի անցումը եւ այս գործողությունները նա համարում էր զավթողական գործողություն եւ իր կողմնակիցների հետ անհաշտ պայքար էր մղում այս ամենի դեմ։ Ղազար Ջահկեցին մինչ կաթողիկոս դառնալը տպագրության է հանձնում նաեւ Կոստանդնուպոլսում մեկ այլ աշխատություն, իր տաղերի իր օրինակ մի ժողովածու երկարան եւ այն տպագրվում է իր կաթողիկոսական լիազորությունները ստանձնելուց ընդամենը շուրջ 1 շաբաթ առաջ։ Հետագայում արդեն կաթողիկոսական շրջանում Ղազար Ջահկեցու երկասիրությունների շարքը համալրվում է եւս մեկ հետարքիր գործով, գիրք աղոթից, որ կոչվի Աստվածաղերս։ Այս գիրքը հրատարակվում է 1744 թվականին, հետագայում վերահրատարակվել է արդեն նոր Նախիջևանում եւ հետարքիրը, որ փաստորեն նրա 3 աշխատություններն իրենց առաջին հրատարակությունը տեսել են Կոստանդնուպոլսում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։